Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, ազգային ժողովի հարգարժան պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում մրցակցության սպառողների պաշտպանության հանձնաժողովի 2025 թվականի հաշվետվությունը։ Կարճ թվերով ներկայացնեմ, այնուհետև բովանդակություն ներկայացնեմ։ Հանձնաժողովի ինտերակտիվ կայքը այցելուների քանակը 2022-ի համեմատ 2.5 անգամ ավելացել է։ 2025 թվականի համար նշանակվել է 1 միլիարդ 940 միլիոն 322 հազար չափով տուգանք, պետական բյուջեը վճարված տուգանքի չափը կազմել է 1 միլիարդ 84 միլիոն 309 հազար, հիշում ենք, որ տուգանքները մուծվում են ըստ ժամանակացույցի։ Պետական մարմիններին տրված նախազգուշացումների թիվը 2025 թվականին եղել է 4, այսինքն պետական մարմինների դեմ ունեցել ենք 4 որոշում, համակենտրոնացում թիվը եղել է աննախադեպ 25 թվականի ընթացքում 70 համակենտրոնացման թույլտվություն է եղել մեկ արգելք, ինչը նշանակում որ տնտեսական ակտիվությունը Հայաստանի Հանրապետություն բավականին բարձր է։ Իրավախախտման վերաբերյալ հարուցված է եղել 258 վարույթ եւ եզրափակված 265 վարույթ։ Հանձնաժողովը վերլուծում է նաև գործում է թեժգիծ, որի միջոցով բիզնեսը եւ սպառողները կարողանում իրենց հարցադրումները, բողոքներ եւ պահանջներ ուղղել հանձնաժողովին եւ այստեղ եւս էական ակտիվություն ենք նկատում։ Ընդունված որոշումները, եթե ըստ ոլորտների ներկայացնեմ, ամբարեխիղճ մրցակցության ոլորտում 159 որոշում է եղել, համակենտրոնացումների քանակը, ինչպես նշեցի, ամենաբարձրն է եղել եւ եթե գումար ենք նաեւ չարքել մեզ առանց դիմելու կատարված գործակներ, որի նկատմամբ հարուցել ենք նաեւ վարույթներ, ընդհանուր քանակը կազմում է 119։ Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում, որը նաև գյուղմթերքի վճարումների հետ կապված գործընթացներ եւ առևտրային ցանցերի կողմից մատակարարների վճարման գործընթացները իր մեջ ներառում 30 գործընթաց, 30 վարույթ եւ գերիշխող դիրքի չարաշահում 12 գործ ենք ունեցել եւ պետական մարմինների հակամրցակցային գործողություններով 7 գործ ենք ունեցել։ Հիմա ամենակարևոր մի քանի պրոցեսների մասին ներկայացնեմ։ Անցյալ տարի մենք իրականացրեցինք օրենսդրական բարեփոխում եւ ազգային ժողովի քննության ներկայացրեցինք էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ օրենքի նախագիծ, որը ընդունվեց միջանկյալ միջոցի կիրառման մասին, ինչի էությունը կայանում էր, որ մինչեւ հանձնաժողովի ռեսուրսներով սկսի գործընթաց իրականացնել, վարչարություն իրականացնել, որը ժամանակատար գործընթաց է, հանձնաժողովը իրավասու է կիրառել միջանկյալ միջոց եւ վերականգնվել մինչեւ խախտումը եղած իրավիճակը կամ այն իրավիճակը, որ հանձնաժողովը գտնում է։ Պետք է ձեզ տեղեկացնեմ, որ նմանատիպ որոշում արդեն իսկ հանձնաժողովը կայացնել է եւ Հայաստանի Հանրապետություն գործող 3 օպերատորների եւ վճարաշվարքային կազմակերպությունների միջև արկա հակամրցակցային համաձայնության գործով հանձնաժողովը կայացրել է միջանկյալ միջոց եւ սահմանել է, որ վճարաշվարքային կազմակերպությունները պետք է շարունակեն եւ օպերատորները պետք է ընդունեն վճարաշվարքային կազմակերպությունների միջոցով վճարումները մինչեւ հանձնաժողովի վերջնական որոշման կայացումը։ Հանձնաժողովը նաեւ անցյալ տարի ներդրեց զգուշացման ինստիտուտ, որի էությունը կայանում է, որ եթե խնդիրը նոր է ծագել եւ խնդիրը այնքան մեծ չէ, որ տնտեսության հասցրել է վտանգ, հանձնաժողովը զգուշացնում է տնտեսվարող սուբյեկտի եւ վերջինս եթե վարկագիծը փոխում է, ապա հետևանք եւ վարչարություն չառաջացնում, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ այս գործընթացը եւս կիրառվում է։ Անցյալ տարի մենք մի քանի գործ ունեցանք, ՀԴՄ եւ ՀԴՄ պոստերմինի հետ կապված վարույթ ունեցանք, որի արդյունքում հանձնաժողովը նորից նախադեպային որոշում կայացրեց եւ ասաց, որ ավել հավաքագրված գումարը բիզնեսից պետք է վերադարձվի որոշակի բանաձևով եւ մենք գիտենք, որ ՀԴՄ ունեցող հայաստանյան տնտեսվարող սուբյեկտները, որոնք այդ ժամանակահատվածի համար ավելի են վճարել, դրա դիմաց ստացան հնարավորություն մեկ ամսվա համար անվճար սպասարկվելու։ Գազպրոմ Արմենիայի նկատմամբ ունեցանք որոշում, որտեղ կենցաղային գազի հաշվիչների հետ կապված գնման գործընթացում խտրական վերաբերմունք էր, մենք արձանագրեցինք, որ Գազպրոմ Արմենիան պետք է իր գնումները կազմակերպի թափանցիկ եւ հնարավորություն տա բոլոր տնտեսվարող սուբյեկտներին մասնակցել այդ գործընթացին։ Մենք պետական մարմինների կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հետ ունեցել ենք հետաքրքիր գործընթաց, որի արդյունքում դասագրքերի տպագրման գործընթացը փոխվեց եւ մի հատ է գործընթաց, որտեղ հաշվապահական եւ գնումների ծառայությունների, գիտեք, որ Հայաստանության կառավարության քաղաքականություն դրանք արդեն պատվիրակման միջոցով է, այդ պատվիրակման գործընթացի վերաբերյալ ունեցանք որոշում։
Համակենտրոնացումների գնահատման ոլորտում հետաքրքիր գործերից կարելի է նշել Coca-Cola Hellenic, Ջերմուկ International, Pepsi-Cola եւ Երևանի կոնյակի գործարանի համատեղ դիմումը հանձնաժողով, որը ենթադրում Հայաստանի Հանրապետության մրցակցության պատմության ընթացքում առաջին անգամ, որտեղ 3 խոշոր ընկերություն ստեղծում են մեկ ընկերություն, մեկ նպատակով, որպեսզի էկո գործունեություն իրականացնեն եւ վերամշակման գործընթաց, սա ասեմ որ ընդհանրապես աշխարհի մրցակցության ոլորտում նորարարություն է, երբ որ մրցակցային մարմինները թույլատրում են որոշակի ոլորտում կամ ճյուղում խոշոր բիզնեսների սիներգիա, հանրային ավելի մեծ արժեք ստեղծելու նպատակով, հենց սա դրա մասին էր, եւ մյուս խոշոր գործարքը Viva Armenia փակ բաժնետիրական ընկերության, GNC Alpha փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումներ, գործարքը դեռևս տեղի չի ունեցել, չնայած հանձնաժողովը թույլ է տվել եւ մեր ունեցած տեղեկատվությամբ գործարքը մոտորերս արդեն կփակվի եւ կստեղծվի նոր ըստ գործարքի պետք է լիներ data կենտրոն, նոր data կենտրոն եւ նոր ներդրումներ։ Մենք նաեւ իրականացրել ենք ոլորտային ուսումնասիրություններ, նշեմ կառուցապատողների եւ սպառողների միջև բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի իրացման սպասման գործընթացի ուսումնասիրությունը, որ շատ հետաքրքրական է, որում մենք արդեն ունենք պատրաստի մշակված օրենսդրական փաթեթները կառուցության գործընկերներ, որը հուսով եմ շուտով կներկայացվի ձեր դատին։ Էությունը կայանում է ինչում։ Մենք բոլորս նկատել ենք, որ օֆերտայի փուլում սպառողներին գովազդվում է շենք, բնակելի համալիր, ենթակառուցող, որտեղ մարդը այլևս միայն բնակարան չի գնում, այլ գնում է համալիր, որտեղ տարբեր լողավազաններ, ծառեր, խաղահրապարակներ եւ այլն, եւ որոշակի ժամկետ են նշում բնակարանների հանձնման։ Մենք իրականության մեջ տեսել ենք, որ բազմաթիվ դեպքեր ունենք, որտեղ այդ ներկայացվածը եւ վերջնարդյունքը չի համապատասխանում իրար եւ քաղաքացին արդեն վերջում սպառողը, երբ որ արդեն բնակարանի հանձնման ժամանակն է, հաշվի առնելով որ նա վարձով է մնում կամ ունի բնակարանի խնդիր, նախ երկրորդը չի գնում դատարան ու համակերպվում է այն իրավիճակին, որը ունի, մենք արձանագրել ենք մի քանի հանգամանք, օֆերտայի փուլում ինչ որ ներկայացնելու է կառուցապատողը, դա պետք է հստակ ամրագրվի եւ դա պետք է պայմանագրի անբաժանելի մաս հանդիսանա, ժամկետի մասով, ենթակառուցվածքների մասով եւ նույնիսկ սպասարկման մասով, այսինքն եթե սպասարկումը պետք է իրականացնի կառուցապատողը, դա ինչ պետք է արժենա եւ որքան պետք է տիվի, առաջարկում ենք նաեւ որ սպասարկումը, քանի որ երկու սպասարկում կա, մեկը հենց սովորական սպասարկումը համատիրություններն են անում, մյուսը արդեն շենքի այդ այսպես ասած կառուցապատողի 3 տարվա պարտականությունը սպասարկել ենթակառուցվածքներ։ Հիմա օրինակ նույն վերելակ երբ որ փչանում է, այստեղ շատ հաճախ վեճ է լինում, հիմա սա բաներ վերելակի որակի խնդիր էր, թե քաղաքացիներն էին փչացրել եւ այդ խնդիրներից խուսափելու համար նաեւ առաջարկել ենք որ 3 տարվա սպասարկումը իր մեջ ամեն ինչ ենթադրի եւ 3 տարուց հետո նոր համատիրությունը սկսի իրականացնել իր ֆունկցիան եւ այստեղ պետք է գինը նախապես հայտնի լինի սպառողին, որովհետեւ բնականon գնելիս քաղաքացին սպառողը պետք է հստակ պատկերացնի ինչ գնով է գնում 3 տարի ինչ վճարումներ պետք է ունենա, որ հետո այտենց անակնկալների չգա եւ դա պետք է լինի պայմանագրի անբաժանելի մասը, որը պետք է վավերացվի։ Եվ դրա փոփոխությունը բնականաբար արդեն այսքան հեշտ եւ հնարավոր չի լինի։ Մյուսը կորոնար ստենտների շրջանառության ոլորտն է, կորոնար անոթների ստենտների։ Այստեղ մենք մի կարևոր արձանագրում ունենք, երբ որ մենք ընդունեցինք ավտորիզացիոն նամակի մասին ազգային ժողովը ընդունեց օրենք, այստեղ մրցակցությունը ավելի է սահմանափակվեց հավոք սրտի, որովհետեւ հիմնականում կորոնար ստենտ բերում է այն բժշկական հաստատությունները, որոնք վիրահատությունն էլ հենց իրականացնում են, հենց իրանք էլ հանդիսանում են կամ իրանց այդ փոխկապակցված ընկերությունները հանդիսանում են դրանց դիստրիբյուտորները, իսկ մյուս պարագաներում պետությունը երբ որ գնում էր անում, այստեղ արդեն դաշտը մի քիչ ազատ էր, հիմա քանի որ ավտորիզացիոն նամակի գաղափար ենք դրել, ավտորիզացիոն նամակով շուկան էլ ավելի է սահմանափակվում, մենք կարծում ենք, որ այս ավտորիզացիոն նամակի գաղափարը հաշվի առնելով, որ Հայաստանում գործում է նաև սերտիֆիկացման պահանջը եւ արտադրողից հավաստումը, այդ նամակի կամ այդ փաստաթղթի պահանջը կարծում ենք եւս մեկ անգամ քննարկման կարիք ունի, կառաջարկենք, եթե դուք նպատակահարմար կգտնեք քննարկել։ Եվ նայել ենք նաև ծառայությունների մատուցման ոլորտը, որովհետև շատ հաճախ լսում ենք, որ Հայաստանում ստենտավորման ծառայությունը ավելի թանկ է, քան Հարևան Վրաստանի Հանրապետությունում եւ այլն։
մենք նայել ենք եւ հասկացել ենք, որ այստեղ երկու բան է գործում, մեկը պետության կողմից այս ֆինանսավորումը, մյուսը մասնավոր, մինչեւ առողջապահական համակարգի ներդրումը, քանի որ 25 թվականին ենք մենք ուսումնասիրություն իրականացրել, մոտավորապես 50%-ից ավելի պետությունն էր հոգում այդ ծախսերը եւ մնացած հատվածը մասնավոր արդեն քաղաքացիներ հոգում, բայց այստեղ պետության գնային քաղաքականության շեմը բավականին ներքև էր եւ հիվանդանոցների մարժան շատ փոքր մարժա էր մնում եւ մի քիչ մասնավորի հաշվին գալիս էր բալանսի, այսինքն բայց մարժան իրականում երբևիցե որևէ պարագայում 20%-ն չէր գերազանցում։ Նայել ենք եւ բժիշկների աշխատավարձ եւ կատարած ծախսեր եւ այստեղ չենք տեսել որևէ խնդիր, որտեղ ծառայություն գները ուռճացված կլինեն ու Հայաստան բավական շատ հիվանդանոցներ իրականացնում են այդ ծառայությունները, 1 դեղապատ, 2 դեղապատ եւ 3 դեղապատ ստենտավորման, իհարկե շուկայի 3 խոշոր հիվանդանոցները իրականացնում են ծառայությունների մոտավորապես զգալի հատվածը, որոնք մասնագիտացված են այս գործում։ Եվ գիտեք նաև, որ մենք դարձանք սպառողների շահերի պաշտպանության զբաղվող կենտրոնական մարմին, մենք անցյալ տարի գործարկեցին սպառողի օգնական թվային գործիքը, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ու ոչ միայն քաղաքացիներ, նաև տուրիստները եւ այն մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպել են սպառողի իրավունքների խախտման, այդ հարթակի միջոցով պարզ գործողությունների արդյունքում կարողանում են դիմել հանձնաժողովին եւ դա ավտոմատացված համակարգով այդ բողոքները հասցեագրվում է բիզնեսին, եւս մեկ անգամ խնդրում եւ հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիներին եւ Հայաստանի տարածքում գտնվող ոչ քաղաքացիներին, եթե ունեք սպառողների իրավունքների կապված, ձեր իրավունքների կապված խնդիր, շատ պարզ գործողության արդյունքում կարողանում եք լրացնել այնտեղ ձևատ նմուշներ կա, ամեն ոլորտ հետ կապված, թե ձեր որ իրավունքն է խախտվել, եւ եթե դուք ունեք որևէ հարց, լեզուն չեք հասկանում, չեք կարողանում լրացնել, լավ ինչ-որ մի բան չեք պատկերացնում, ոչինչ, զանգարում եք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, մեր աշխատակիցները ձեր փոխարեն ամբողջ գործընթացը կազմակերպում են։ Եվ հիմա այդ աշխատում է այդ համակարգը եւ բողոքների այն բողոքները, որոնք իրականում լուծման ենթակա են, այսինքն վերաբերվում են մեր ոլորտի մոտ 60 քանիսի տոկոս ավել տոկոս էս բիզնեսը ինքը լուծում է, մնացածին արդեն մենք ենք ընթաց տալի։ Գործընթացը հենց է, եթե բիզնեսը ինքը կամովի չի լուծում, մենք ուղարկում ենք այդ ոլորտի հասարակական կազմակերպություն կամ իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնք ցանկություն են հայտնել օգնել սպառողներին, եթե իրանք էլ չեն կարող լուծել, հանձնաժողովը ձեռնամուխ է լինում խնդրի լուծմանը, ամբողջ գործընթացը առաջի փուլը տևում է 14 օր, երկրորդը եւս 14 օր, մենք միջինում ամիս ու կեսվա ընթացքում սպառողների խնդիրները լուծում ենք եւ մեծ քանակի հարց փակվել է, մեր նպատակը կայանում է, որ այդ ամբողջը ավտոմատացված համակարգով աշխատի։ Եվ մի հատ էլ շատ կարևոր հանգամանք ու փորձեմ ամփոփել վիճակախաղ ինտերնետ շահումնու խաղերի ոլորտում անցյալ տարի մենք մի կարևոր որոշում կայացրեցինք եւ ուղեցույց մշակեցինք ու տուգանք նշանակվեց 1 միլիարդի կարգի տնտեսվարողների նկատմամբ, որ գիտեք գովազդը արգելված է արտաքին, բայց SMS ծառայությունների միջոցով վիճակախաղեր կազմակերպող օնլայն վիճակախաղ կազմակերպող ընկերությունները SMS-ներ են ուղարկել քաղաքացիներին, դե եթե այդ SMS-ների քանակը վերցրել են եւ հաշվել են, պարզվել է, որ դա գրեթե բոլորին է ուղված, առանց հաշվի առնելու դուք քաղաքացին խաղում է, ակտիվ խաղացող է, պասիվ խաղացող թե ընդհանրապես գրանցված չի, եւ հիմա շատ հստակ կանոններ է դրված, թե ինչպես կարելի է ընդհանրապես ոչ թե արտաքին գովազդ, նույնիսկ համակարգի մեջից գովազդ գա կամ SMS կամ էլ-post, դրանք բոլորը շատ պետք է նույն ճանապարհով հեշտ ապակտիվացման տեղ լինի, շատ հստակ եթե մարդը մի տարի չի խաղում իր համակարգը ավտոմատ ապակտիվացվում է, ինքը չի կարող հետո անդադ իրանգավոր կարող է դու այսօր քո ծննդյան օրն է, կարող է փորձես միայն հաջողակ դառնալ։ Նմանատիպ բաները ամբողջությամբ սահմանափակել ենք, որը մարդկանց խաղադրույք կատարելու գրավությունը կչացնենք։ Եվ իհարկե այն մարդիկ, որոնք գիտակցաբար եւ իրաց ցանկությամբ ուզում են այդ խաղադրույքները կատարել, այստեղ արդեն իրենց խնդիրն է։ Եվ անցյալ տարի մենք 2 խոշոր միջոցառում ենք Հայաստանի Հանրապետությունում ընդունել, մեկը սպառողներով, մյուսն է մրցակցության հարցերով։ Պարոն Գևորգյան, որ ավարտում եք։ Հա, ավարտել։ Շնորհակալ եմ, եթե հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ։ Հարցերի համար հերթագրում։
Գեհամ Նազարյան։ Ես ուզում եմ հարցնեմ կրկին տրանսպորտի մասին, այսինքն տաքսի ծառայություններում այդ մրցակցության մասին եւ այդ մենաշնորհների մասին։ Մի անգամ մենք այս մասին խոսել ենք։ Ես ուզում եմ հասկանալ, նորմալ է, երբ որ ծառայություն մատուցողը անձրևի պատճառով գինը 4 անգամ միանգամից բարձրացնում է։ Սա ինչ որ հակատրամաբանական չէ եւ բիզնեսի համար ի վերջո մարդը երբ որ իր բյուջեն պլանավորում է, օրինակ պլանավորում է, որ այս ամիս ես տաքսու վրա պետք է ծախսեմ օրինակ 100,000 դրամ կամ 10,000 դրամ, հաշվի առնելով ինչ որ միջին գին, բայց քանի որ մենաշնորհ կա, համարյա մենաշնորհ, ասենք անձրև է 4 անգամ բարձրանում է գինը, չգիտեմ, սեպտեմբերի 1-է 10 անգամ է բարձրանում։ Գիտեք, հարցը այստեղ թանկու էժանը չի, հարցը նա մենք թույլ ենք տալիս, որ այդ, ասենք նույնը պատկերացրեք Վիվասելը որոշեր կամ Յուքոմը որոշեր, որ ժամը 4-ից 7-ը զանգերի գինը միանգամից 4 անգամ թանկանում է, կամ այդ կաբելային հեռուստացույցից օգտվելուց ժամը երեկոյան 7-ից 10-ը գները կտրուկ թանկանալու է։ Այսի ձև է, էլի, ասենք սա երբ է կարգավորվելու է, չգիտեմ ինչ։ Շնորհակալ եմ, անձրևի պատճառով չի թանկանում է առաջարկ պատճառքի վրա, ալգորիթմը հետևյալ ձև է աշխատում։ Ժամանակ, այն ժամանակը, որ վարորդը ծախսելու է տվյալ այծ բկետ անցնելու համար եւ կիլոմետրը։ Ենթադրում ձեր ասած անձրևի ժամանակ այծ բկետ անցնելու համար վարորդը ավելի շատ ժամանակ է կայացում եւ դրանից բացի կա գործակից, որը առաջարկ պատճառքի հիման վրա է, առավելագույն գործակիցը մենք սահմանափակել ենք եւ սարքել ենք 2 անգամ եւ 2 անգամից ավել գործակցի պարագայում Yandex ընկերությունը ընդհանրապես գումար չի աշխատում։ Այսինքն եթե նույնիսկ գինը բարձրացավ, այդ ամբողջ գումարը մնում է տաքսու վարորդին, մենք այնտեղ նաեւ այլ փոփոխություն կարելի, որը ձեզ առանձին կներկայացնեմ։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։